Բարև ձեզ, մի հարցով և աշխատանքս կատարեմ և իմ հարցս ուղղեմ։ Նախ սկսեմ իմ աշխատանքներից, իմ գործունեությունը աշխատանքներիս ամեն ինչի հիմքում ընկած է եղել միշտ մաքուր աշխատելը։ Մաքուր կարծում եմ հասկանում եք ինչի նկատի ունեմ, և հիմա ես այս ամեն ինչին հասել եմ պարզ, ազնիվ, թափանցիկ, սրտացավ, բարեխիղճ աշխատանքի շնորհիվ։ Ինչ ասել է, ամեն ինչի հասել եմ։ Նկատի ունեմ իմ մասնագիտական գործունեությունը, իմ աշխատանքները, որ բայց ցավոք մի խնդիր ունեմ։ Այդ խնդրի լուծումը դեռ չեմ կարող գտնել։ Ինչի նկատի ունեմ, միշտ լավ աշխատողի, ազնիվ աշխատողի, մաքուր աշխատողի, բարեխիղճ աշխատողի խնդիր ենք ունենում։ Ոչ թե միայն բանվոր ուժի նկատի ունեմ, բանվոր ուժը միշտ ամեն տեղից կարող ենք ճարել, այլ սենց ասեմ, ոնց որ տեղակալի, փոխարինողի քեզ, վստահված անձ լինի, որ քո ամեն ինչով իրան օգտակար լինես, ինքը սովորի գործերիդ քո հետ միասին աշխատի, ստեղծի, արարի։ Եմ սա ասում Ժորժ ջան, և իմ գործս ցուցադրելով եմ անում, և որպես ոնց որ նյութ ներկայացնում եմ, թե մենք ոնց ենք մեր աշխատանքները կատարում։ Այսինքն պատրաստում ենք հատ-հատ զոդման աշխատանքները, ֆիքսման աշխատանքները կատարում ենք, դետալավորում ենք, հետո հողի դաշտի վրա ֆիքսում, տեղադրում և անցնում մեր գործերի հաջորդ փուլին։ Գուցե սենց մի քիչ ձանձրալի թվա շատերին, բայց գիտեք այսօր իմ խոսալուս ամենակարևոր իմաստը նա է, որ Հայաստանի մասին ես ասեմ, գործի նվիրված լուրջ աշխատող օգնական ճարելը համար առաջի խնդիրն է դարել, պրոբլեմա դարել։ Այսօր ջահելությունը չի ուզում ստաբիլ աշխատանք ունենա, չի ուզում մաքուր գործ անի, կամ սովոր չի, որն էլ հետագայի համար լուրջ պրոբլեմներ է ստեղծելու։ Հիմա ինչ է ասելիքս։ Շատ լավ աշխատող ունեի, շատ լավ, իրոք շատ լավ աշխատող ունեի, մեր ընկերներից մեզ փոխանցեցին իրեն, որ գա հետս աշխատի, ցավոք դիբանակ չգնար ինչի առումով, մի տարի հետաձգվել էր, խնդիր ուներ և իրանց տան խնամակալն էր, իր հայրը մահացած էր, տատիկ պապիկ ուներ, հաշմանդամ եղբայր ուներ, իրանց տան աշխատողը ինքն էր, մենք գիտենք, որ հույս ունենք, որ էլի կերկարաձգեն իր ծառայության մեկնելը, բայց անակնկալ տարան, հենց այսօր տարան, դե մի քանի օր չեկավ աշխատանքի, հիմա հավատացեք, ընկած ինձ օգնական, ոչ թե իմ խմբերին, ինձ օգնական հարմար մարդ եմ անգալի, ինչ ասել հարմարը, որ ինքը մաքուր տղա լինի, գթածակով լինի, դե ճակերտներ չբացեմ էլի, մաքուր ինչի նկատի ունեմ, ու իմ հետ, ու ինչ անելու, պայկի ապարատի պոչն ապահելու, մետրի ծայրն ապահելու, իրար հետ թել ենք քաշելու, չափագրելու ենք, ինչ-որ տեղ բահով փոքրիկ խորություններ ենք ապահովելու, իմ գործիքներն է դասավորելու, իմ հետ գալու է ու ազատ գրաֆիկով, այսինքն մի օր շուտ են գնալու, մի օր ուշ են գնալու, ես այդ ամեն ինչը հաշվի առնելով համապատասխան ձևի վճարում եմ անում։ Ցանկալի կնի մեքենա ունենա, իր մեքենայի ծախսել կհոգանք, խի եմ ասում ցանկալի կլինի, որպեսզի ժամանակ շահենք։ Այսինքն գնալ գալու համար ինքը պրոբլեմ չունենա, էլի։ Ինչ որտեղ
Բերևի մեծ մասն է ինձ վրա լինում, լավ աշխատանքի դեպքում որպես պրեմիա առանձին վարձահատույց եմ լինում, թե ես, թե այգու տերերը տեսել են շատ լավ աշխատող է, իրանք են առանձին պրեմիա տվել, այս ամենը կախված է մարդուց։ Ես խեմ միշտ իմ օրինակը բերեմ Ժորժան, ոչ մեկ ինձ չի, ոնց ասեմ, ֆինանսավոր է, բարեխոս է, ես ինքս ինձ Աստծո խոսքին հնազանդվելով, Աստվածաշունչ շատ եմ սիրում կարդալ, բարի ազնիվ հոգատար եմ աշխատել։ Ու այսօր լիքը պահանջարկ ունեմ, օգնականներ չունեմ։ Չեմ ասում լրիվ մենակ եմ, ինձ թիմ ունեմ, էլի այն ոնց որ գործարքային գործերն անում են, բայց հենց հիմա իմ հետ աշխատողի թափուր աշխատանքի տեղ ունեմ։ Եթե կգտնես, կզգաս, որ դու պատրաստ ես իմ հետ մաքուր աշխատես, ինձ օգնական լինես, կգաս իմ հետ առաջ կտանեմ։ Բայց ասում եմ, աշխատող, բարեխիղճ, ազնիվ, քթածակով, գործին հնազանդվող, կարգ ու կանոն հնազանդվող մարդ լինի։ Տարիքը կարևոր չի, բայց ցանկալի կլինի երիտասարդ լինի, որպեսզի ես ավելի ազատ իմ ոնց որ գործի հրահանգները եւ այլը ասեմ, թելադրեմ, կարգադրեմ։ Ինչ ասեմ, Ժորժ ջան, ապրենք, առողջ, ստեղծող լինենք, բարեխիղճ լինենք, անենք այնպես, ինչպես կուզենայինք, որ մեզ համար անենք, դա Աստծո պատգամների ամենակարևոր կետն է եղել։ Եվ հավատացեք, երբեք անգործ կամ անտարբեր մի անկյունում նղված չեք լինի, Աստված ձեզ առաջ կտանի։ Երևի այսքանը Ժորժ ջան, համ իմ աշխատանքներս կատարեցի, համ միտքս արտահայտեցի, գուցե մի քիչ մտքերս փախած, կեսես կողմից, կեսեն կողմից, ժամանակը շահեցի, ինչ որ մի բան փորձեցի ստեղծեմ, որ էջերում, սոցիալական էջերում դիտեն, տեսնեն ով կուզի, ով է իրան համապատասխան համարում, որ ինձ հետ գա, ինձ օգնական, շեշտում եմ ինձ օգնական։ Մնացածը խոսքը գործը ցույց կտա։ Այդքան խոսալը չի կարևոր։ Այսքանը հիմնականում Ժորժ ջան, ես պտղնի տարածքում, Երևանի տարածքում հիմնական աշխատում, մարզերում, տարբեր հատվածներում այլ աշխատանք կատարում ենք։ Հիմնականում այսքանը լավ եղեք։